Ես ակնկալում եմ աղանդավորների ու այսպես ասած քրիստոնյաների թփրտոցները, որ իսլամ է քարոզում, Շուտ, մենք խոսում ենք, մենք այսօր ամբողջ եթերն է գայո նվիրել Սուրբ Սրբոց-Արարչին։ Գոհար ջան, խաբում են բոլորին։ Այո։ Բայց մի ստվար զանգված կա բոլորովին սխալ գաղափարների հետևող, որ ուղղակի ցնցումների մեջ անկնում, երբ որ ասում ենք Արարիչը ոչ միայն սեր է, այլ նաև պատիժ։ Մեր հայրենակիցների եւ առհասարակ աշխարհում մարդկանց մեծամասնությունը անգամ չի կարողանում պատկերացնել Արարիչ ասելով ում նկատի ունենք։ Ոչ, ձեզ դաժանորեն խաբել են, սիրելիներս։ Բնությունը գժվել է կամ բնությունը էս ինչ է անում։ Այ մարդ, վերջի վերջո, երբ պիտի հասկանանք։ Այդպես, հա։ Հիշենք, հա Լիլիթ ջան, կրակներ են թափվել երկնքից, ցունամիներ են եղել, քաղաքակրթություններ են ոչնչացվել։ Հա, էլ պատիժը ո՞նց է։ Էլ ո՞նց է լինում պատիժը։ Եղել է, ջահեղեղ ա եղել, բայց Արարիչը չի պատժել, հա, բա ով է պատժել։ ամենադաժան պատիժներն է եղել Արարչի կողմից։ Մենք ձեր դատավորը չենք, պարզապես փորձում ենք ձեզ զգուշացնել։ Մենք ինչպես համարել ենք ճիշտ ենք ընտրել, այնպես էլ այսօր ենք համարում, որովհետև դուք ի տարբերություն մեզ փորձել եք ընտրել իդեմս հակա ինչ որ մեկի ոչ թե ճիշտ ազգային զարգացման ծրագիր ներկայացնող կուսակցությանը։ Ոնց կարող ենք լռել այս մասին։ Այո։ Եթե դուք 100 դրամ եք վերցրել թե 100 միլիոն դրամ, բայց ընտրել եք հայրենիք վաճառողին, հայրենի հողը ուրիշին հանձնողին, զինվորի արյունը ուրացողին, որքան էլ սարսափելի եւ անընդունելի, մենք ունենք այդ փաստերը։ Ոչ ոք նույնիսկ անգամ երկնայիններից, արարվածներից իրավունք չունի այդ մասին մեզ հայտնելու։ Սուրբ Սրբոց, սրբերից երկնային Տեր բացարձակ համընկնում է քրեական օրենսգրքի հետ, քանի որ ընտրական շարք վերցնելը դատապարտելի է։ Այնպես որ ոչ ոք մեր դեմ ոչինչ ասել չի կարող։ Շատ կարևոր Լիլիթ, այս մասին էլ եմ ուզում ասել։ Մեր հաջորդ հաղորդումը շատ հետաքրքիր է լինելու։ Անպայման հետևեք մեզ։ Մի ցնցող հաղորդում ենք ունենալու, մի շատ հետաքրքիր բացահայտում։